Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է եւ այսօր մենք զրուցելու ենք գրող դրամատուրգ Էդվարդ Մամելյանի հետ, ողջունում եմ պարոն Մամելյան։ Մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում եւ հիմնական մարտահրավերները ուղղված են մեր ինքնությանը։ Եվ այս ժամանակահատվածում, երբ ոմանք առաջարկում են հրաժարվել մեր ազգային արմատներից, հրաժարվել պատմությունից, բավարարվել իրական այս պահին ունեցած Հայաստանով, դուք սկսել եք մի շատ հետաքրքիր գործ, որը կարծես թե ուղղակի կապ չունի այդ ամենի հետ, բայց մյուս կողմից շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում հայ ընթերցողի մոտ, ես նկատի ունեմ ձեր գրքերը, որոնք որ 8 ամսվա ընթացքում արդեն 3 գիրք են հրատարակվել բավականին մեծ տիրաժով եւ մարդիկ շարունակում են գնել այդ գրքերը, որն է դրանց գաղտնիքը։ Չեմ կարծում թե թաքնված որևէ գաղտնիք կա, նախ շնորհակալություն հրավերի համար, ապա ասեմ, որ այո, մոտ 1 տարուց մի քիչ 3 գիրք, բայց 3 գրքից մեկը եւս 2 անգամ վերահրատարակվեց, այսինքն մոտավոր 5 օրինակ, այսպես եթե կարելի է 5 գիրք հաշվել։ 2020 թվականի այդ տխրահռչակ փաստաթղթից հետո, երբ որ մի տեսակ շուռ եկավ ներաշխարհ ժողովրդի, մի անգամից այսպես պոզիտիվի կտրուկ անկում, մի անգամից այդ նեգատիվ դեպրեսիա, եւ սա ոչ միայն զոհերի հետ էր կապված, այլ այդ ինքնագնահատականի նշաձողն ընկավ անհասկանալի մինչև մի աստիճանի։ Ես սկսեցի հետաքրքրվել, սկսեցի գտնել մարդկանց, որոնց անունները մեր հասարակությունը կամ քիչ էր լսել, կամ նրանցից շատ-շատերի մասին ընդհանրապես չէր լսել։ Սկզբում շատ հակասական, հիմա դրա ժամանակը չի, հիմա այսպես, հիմա այնպես ընկել ենք ներողություն մեռելների հետևից, մեզ ինչ կտա դրանց հարություն տալը։ Կամաց այդ 1 տարվա աշխատանքի մեջ շատ մեծ դժվարությամբ, մեծ հակասություններով, մի քանի ճակատներով, այսպես մարտնչելով տարբեր կարծիքների դեմ, փորձեցի ժողովրդին բացատրել, որ եթե դու ամեն քայլին ընկնում ես ինչ-որ փոսը, կամ չգիտեմ անընդհատ ինչ-որ քարի ես դեմ առնում, մի քայլ գնում ես դիմաց այդ փոսը, երկրորդ քայլ գնում ես դիմաց այդ քարը, երբևէ չես մտածել մի հատ հետ նայես, հասկանաս ես որտեղով եմ քայլում, որ անընդհատ նույն փոսը, նույն քարը անընդհատ գալիս է աչքիս առաջ։ Եվ վերջապես փորձեցի բացատրել, որ մարդու մասին խոսելիս, եթե, չգիտեմ, օրինակ գնում ենք աշխատանքի դիմելու, ինչ-որ բան են ուզում, այդ ինչպես էին ասում այդ հայերեն տարբերակը։ Ով ես, ինչ ես, որտեղ ես աշխատել, ինչ փորձ ունես, ինչ, չգիտեմ, աշխատանքային գրքույկ հա երևի նկատի։ Չէ, այդ CV կոչված է, էլի։ Ռեզյումե կոչված է, հա, հայերեն տարբերակ էս բան չկտա։ Ախր տեսեք, ոչ մեկը չի սկսում իր այդ ռեզյումե կոչվածը 3-4 օրվանից։ Հիմա եթե 1 հոգու մոդելը կամ 2-ի կամ հասարակության մոդելը դարձնենք ազգի մոդել, ազգին եթե ներկայացնենք պատմությունը, ասենք մի հատ կարելի է ասենք հայ ժողովրդի այսպես ռեզյումեն ներկայացնել։ Հետաքրքիր է դա պարսիկին կամ նրան աշխարհը հարցնում է, ասում է սիրելի հայր, մի հատ ձեր ռեզյումեն ձեր ազգի կներկայացնեք։ Մենք ինչից ենք սկսելու։ 2018-ից, 16-ից, 20-ից, ինչից ենք սկսելու։ Սկսելու են ինչ-որ, չգիտեմ, այսպես ճակերտավոր հեղափոխություններ եղան, այսպես եղավ, սա գնաց, նա եկավ, ֆլանը գնաց, այսպես եկավ, մեկը լավը չէր, հետ տարանք, ախր սիրելի ժողովուրդ, ինչպես որ անհատի դեպքում, ազգի դեպքում նույնպես ամեն բան սկսվում է պարզ հասարակ նախադասությունից, ծնվել եմ, ես ծնվել եմ։ Այսինքն ես պիտի հասկանամ դու որտեղ ես ծնվել, ինչ ընտանիքում ես ծնվել, ինչ արմատներ ունես, ովքեր էին քո ծնողները, վերջապես ինչպես ես ապրել քո կյանքը, որ եկել հասել ես այս տարիքին,
Եվ հիմա երբ որ ես քեզ հարցնում եմ դու ով ես, դու ինձ ասում ես, որ 3 չառաջ օր ինչ որ վատ բան կատարվեց, քո հետ կամ դրանից 2 օր առաջ ավելի լավ բան էր կատարվել։ Դու ինձ պատմում ես, որ քո մի հարևանը լավ է, չի մի հարևանը վատն է, մեկին տարանք, մեկին վերեցինք, տան անդամները։ Ես քեզ լրիվ ուրիշ բան եմ հարցնում, ասում եմ որտեղ ես ծնվել, որտեղից են գալիս քո արմատները։ Այսինքն քայլ առ քայլ առաջ գնալու համար ուզենք թե ոչ լաբիրինթոսներին այսպիսի մի խապկան կա, հա, որ անընդհատ այսպես պատերը շոշափելով փորձում ես ելքը գտնել, անդադ ման ես գալիս խարխափում ես խավարում, բայց չէ որ դու ինչ-որ տեղից մտել ես։ Այսինքն այդ մուտքը, որտեղից դու մտել ես, սա կարող է լինել քո ելքը, բայց դրա համար դու պիտի քայլ առ քայլ հետ գայիր։ Եվ անունները որոնք ես գտել եմ, սրանք շատ քիչ մասն են իրականում ավելի շատ են այս անունները այդ լաբիրինթոսում եթե հետադարձ ճանապարհը գտնելու լինենք այն փշրանքների պես հիշում եք հա Հենզելին ու Գրետելին այդ փշրանքներով որ փշրանքների պես այս անունները մնացել են այդ լաբիրինթոսներում եւ ցավոք սրտի նրանցից ոչ մեկի անունը չի մնացել մեր ժողովրդի պատմության ճանապարհին կամ նույնիսկ Հայաստանի կլինի դա չգիտեմ սոցիալիստական կլինի դա չգիտեմ կարևոր չի ժամանակաշրջան մեր թվարկությունից առաջ մինչև այսօր գրեթե ոչինչ չի փոխվել մեծ իմաստով սա ինքնաճանաչողության նպատակ ուներ այս ամենը Այո, ինքնաճանաչողությունը կարելի է այդպես նայել, այնուամենայնիվ մեր ազգային արժեքները եւ բոլոր այդ մարդիկ, ում մասին դուք գրում եք, իրենք ազգային արժեք են ներկայացնում իրենց հետ։ Հիմա տեսեք, այո, դուք ասում եք, որ նրանց քիչ են ճանաչում, նրանց ոմանք լրիվ մոռացված են, ոմանց մասին մի քանի նախադասություն մարդիկ կան, որ գիտեն բայց ես կարծում եմ, որ եթե պետությունը նպատակ ունենար իր հիշողության վրա հենվելով առաջ գնալ, իսկ միայն այդ ճանապարհն է, որ հնարավորություն կտա մարդկանց իրական առաջ գնալու, այս մարդկանց անուններով մենք պետք է ունենայինք դպրոցներ, փողոցներ, այս մարդկանց պիտի անընդհատ հիշեինք, իրանց արձանները պիտի լինեին Հայաստանի տարբեր վայրերում, բայց նրանք առայժմ միայն ձեր գրքերի էջերում են։ Ես կխնդրեի հիմա ներկայացնեք ձեր 3 գրքերը ամեն մեկի մասին առանձին խոսելով, եւ ես խնդրեմ մեր օպերատորին նաեւ ցույց տան այդ գրքերը, այսպես մեծ, որպեսզի մեր ընթերցողները հասկանան ինչի մասին է Սա անկեղծ ասած երկրորդ գիրքն է Կորսվա ժառանգություն, առաջինը Մայրամուտի եւ Լուսաբացի միջև հայի ֆենոմենը։ Երբ որ այդ սոցիալական ցանցերում, այդ արտակներում Facebook, չգիտեմ, Instagram, այսպես սկսեցին կամաց խոսել այս մարդկանց մասին, ժողովրդի խնդրանքով արվեց այս ամեն ինչը։ Անդադ գրում էին, անդադ զանգում էին, ասում էին, պարոն Մանվելյան, չի լինի այս ամեն ինչը հավաքել միտեղ, որովհետեւ մենք ավանդական, այսպես հայկական ճակերտավոր մի քիչ բնավորություն ունենք, գողանում էին այս ամեն ինչը։ Մենք մի կայքեր տանում, մեկը մի բաներ փոխում, սա արդեն ընդունված, ես արդեն սրա դեմ ոչ էլ պայքարում եմ։ Որոշեցինք այս ամենը առանձնացնել մի գրքում Հարցը նա չէր, գիտեք, որ ասենք ինչ-որ մի կայք թող տանեն, թող կարդան մարդիկ, սա չէր հարցը, բայց փոխում էին յուրաքանչյուր, ասենք, իր վերլուծություններ դնում եւ սա ես Վիկիպեդիայի պես չեմ հավաքել, սա պատմություն է յուրաքանչյուրի մասին առանձին, յուրաքանչյուրի ծնողներից սկսած, նրա արմատներից սկսած, այ ուղիղային ինչ-որ ասում է, եթե սրանցից ամեն մեկի մոդել առանձին վերցնենք, ես չեմ խոսել, թե նրանք ինչ են արել 40 տարեկանում, երբ որ ինչ-որ մեկ ինչ-որ հրթիռ ստեղծեց, օրինակ Ես սկսել եմ, երբ որտեղ ծնվեցին, ում ժառանգներն էին, նույնիսկ փորձել եմ գտնել նրա ծնողների ժառանգներին, այսինքն ինչ արմատներ ունեին, ինչեր էին արել, որտեղից էին գալիս։ Սա մեր թվարկությունից առաջ, մեր թվարկության ընթացքում արդեն հետո չգիտեմ, միջև եղերնը։ Երկրորդ գիրքը մեծ հաշվով սրանք նույն ծավալով, նույն աշխատանքային ծավալն ունեն եւ
իմաստով նույնն են, որևէ բանով չեն տարբերում։ Այսինքն երեք գրքերում են խոսվում է մարդկանց մասին, որոնց մեր հասարակությունը քիչ է ճանաչել կամ ընդհանրապես չի ճանաչել։ Այստեղ կա նաև հեղինակի խոսքը անպայման։ Նախ տեսեք, եթե սկսենք, ասենք, դրամատուրգիական այսպես համեմատություն անել, հա, ինչ է կինոն, ինչ է դրամատուրգիան, մի բան, որն ունի սկիզբ, շարունակություն, կուլմինացիա, տրամաբանական ավարտ։ Այսինքն չի սկսվել այս մարդը, չգիտեմ, ես ինչ անես, ինչ ստեղծել է այս իշխանը, դա Վիկիպեդիայում էլ կգտնեն, թեև այս մարդկանցից շատ անունները չկան Վիկիպեդիայում։ Երկրորդ գրքում ես հետաքրքիր մի բան կարդացի ժամանակին, տեսեք, մարդու անունը պիտի դառնա ցեղի ժառանգությունը, հակառակ դեպքում այդ ժառանգությունը կհամարվի կորսված։ Գիտեք, սա նավահոների ցեղ որ կար, հա, այդ հնդկացիները, որ ապրում էին այսօրվա ԱՄՆ տարածքում, կարելի ասել նավահոների սահմանադրություններ, ըստ նավահոների ցեղի սահմանադրության, այսպես եթե կարելի է սահմանադրություն ասել, հա, կարևոր չէր դու ինչ ես արել ապաչիների համար կամ մասկալերոների համար, եթե քո անունը չէր մնում քո ցեղին, քո ժառանգությունը համարվում էր կորսված։ Այսինքն նավահոները ջնջում էին այդ մարդու անունը իրենց ցեղի ժառանգության միջից, անգամ եթե ողջ աշխարհով այդ մարդը այսպես, սա որևէ ակնարկով չի վերաբերում այս մարդկանց, բայց շատ հզոր ավանդույթ ունեին նավահոները, որովհետև մարդիկ մտածում են, որ որևէ այլ կերպ հնարավոր չէ պահել ցեղի սիրտը։ Այդ սերուցքը որևէ կերպ հնարավոր չէ պահել, որովհետև մեզ ինչ դու գնացիր ապաչիների կամ մասկալերոների համար, չգիտեմ ինչ արեցիր, հետո մնացիր նրանց մեջ, զարմանալիորեն տեսեք, մեր մեջ այսօր հազարավոր այլ ազգիներ են ապրում, չգիտեմ, հնդիկները, ռուսները։ Դուք պատկերացնում եք որևէ տրամաբանությամբ, ասենք մի 2-3 սերունդ հետո, եթե հնդիկները մնան այստեղ, ապրեն այստեղ, ամուսնանան այստեղ նույնիսկ, պատկերացնում եք որևէ տրամաբանությամբ, ինչ-որ օրինակ Ռաջիվ, այսպես վերցնենք անուն, ինչ-որ մի հնդիկ 2 սերունդ հետո կդառնա Ջիվան։ Ես չեմ կարող պատկերացնել։ Չեմ կարող պատկերացնել, որ որևէ Սերգեյ կամ Իվան, ասենք ռուսներից, որ 200 տարի մնան Հայաստանում, սերունդներ ունենան, հանգարց կդառնան, չգիտեմ, Մարտիրոս կամ ասենք, չգիտեմ, Աղաբեկ, այսպիսի բաներ չի լինում, բայց մեր հայերը գիտեք Եվրոպայում ինչ ժառանգություն ունենք եւ որևէ մեկի անվան եւ ազգանվան մեջ բացարձակ ոչինչ չկա նրանց հայկական ծագման մասին։ Յան Յազկևիչ, Թեոդոր Թորոսևիչ, Իգնացի Լուկասևիչ, ոնց նայում ես այս մարդիկ հնարավոր չի, որը ոչինչ չի հուշում։ Յանոշ Ցեց, Վիլմոշ Լազար, այս սրանք հունգարական բանակի գեներալներ էին, որոնց գնդակը հարեցին, հա։ Ոչինչ չի հուշում, այսինքն եթե դու հանկարծ չգտնես այդ թելը, հանկարծ չքանդես, հանկարծ չհասկանաս, որ Վիլմոշ Լազարը եւ Էրնոքիշ օրինակի համար հունգարական բանակի այդ գեներալները, որոնց գնդակ արեցին, սերում էին Արցախի մելիքների տոհմից։ Արցախցի մելիքների տոհմից, որոնք Շահ Աբբասի այդ տեղանումներից հետո մի մասը գնացել էր Սպահան, գիտեք, մյուս մասը այսպես գնացել էին մինչև Եվրոպա, ոչինչ չի ասում։ Երրորդ գրքում արդեն մի քիչ տեղայնացված փորձեցինք անել, որովհետև երկու գրքերում աշխարհով մեկ էսպես կարևոր չի քառակուսի մետրը, որ երկիրը որտեղ հավաքել ենք պարզապես։ Երրորդ գրքում որոշեցինք առանձնակի ուշադրություն դարձնել հատուկ Օսմանյան կայսրության ժամանակներից, սկսած 1300-ականներից, մեր թվարկությունից առաջ, երբ որ Կյուրոս Սարգսյան հիմնեց Աքեմենյան պետությունը, որը հետո պիտի դառնար Պարսկաստան, հետո պիտի դառնար Իրանի Իսլամական Հանրապետություն, նույնիսկ Հնդկաստան, այսինքն շատ ավելի հետ գնացինք եւ փորձեցինք այսպես մի քիչ տարածքը խտացնել է կոնկրետ Թուրքիա ժամանակակից Պարսկաստան, Հնդկաստան, Սինգապուր, Հոնկոնգ, արաբական աշխարհ, որն ի դեպ այդ տարիներին այդ ժամանակահատվածում նույնպես գտնվում էր, գիտեք, Օսմանյան կայսրության տիրապետության տակ, այդ Եգիպտոս, Սիրիա, այդ վիլայետներ, էլայետներ եւ այնտեղ նույնպես Օսմանյան կայսրության լծի տակ այդ արաբական աշխարհի
այսպես կարելի ասել, բոլոր գուբերնատոր կոչվածները հայեր էին երկար ժամանակ, դարերով։ Բոլոր 3 գրքերում փաստորեն համաշխարհային քաղաքակրթությանը ինչ որ բան տված հայերի անուններ են։ Ես ճիշտ եմ մեկնաբանում։ Այո։ Բոլոր 3 գրքերն էլ պարունակում են անուններ, դրանց մեջ նշված անունները չեն կրկնվում։ Թե կրկնվում։ Ոչ, բացարձակ ոչ։ Մոտավորապես 3 գրքերում հավաքված հայերի անունները, որոնց դուք նորից վերաներկայացրել եք մեր հանրությանը։ Ինչքան են։ Թվով նկատի ունեք։ Թվով։ Թվով չեմ կարող այսպես ասել, միտեղ մի գրքում կան 80 հոգի, միտեղ 70, միտեղ 60 չեմ կարող ասել, բայց ինչ որ փորձել ենք անել, որովհետև սա ֆիզիկապես եւ մտավոր շատ ծանր աշխատանք էր, ինչի համար հատուկ եւ եզակի շնորհակալություն մեր խմբագրին, որովհետև շատ տաժանակ իր աշխատանք էր, այս գրքերի խմբագրումը շատ դժվար էր։ Այստեղ կան մարդիկ, որոնց մասին ես տեղեկություններ հայերեն լեզվով կամ ընդհանրապես չեմ գտել, կամ գտել եմ 2-3 նախադասությամբ։ Մենք թարգմանել ենք սա եւ թուրքերենից, եւ արաբերենից, իտալերենից ունենք թարգմանություններ, պարսկերենից են փորձել թարգմանել, հա, օրինակ տեսեք, չգիտեմ, ասենք մեր Հովանես Օհանյան, օրինակի համար այսպես, այս մարդը շատ տպավորիչ անձնավորություն, ինձ մոտ գոնե շատ մեծ տպավորություն թողեց, այս մարդը շատ դաժան կյանք ապրեց, բայց հայերեն տարբերակով հիմա եթե մենք փորձենք, չգիտեմ, Google-ում գոնե գտնել Հովանես Օհանյանը, մեզ պիտի Facebook-յան օգտատերեր բերի, ասենք, ես չգիտեմ, կամ Արսեն Մինասյան, մեզ ոչինչ չեն ասում այս անունները, մաքսիմում Facebook-յան օգտատերեր պիտի բերեն, բայց սրանք Պարսկաստանում երևելի դեմքեր են, մարդ, որը հիմնեց, համարվում է պարսկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը, Հովանես Օհանյանը, առաջին կինոն լիամետրաժ, հետո երկրորդ կինոն, երկրորդ ֆիլմում ինչ-որ խնդիրներ եղավ, շահի դուրը չէր եկել, շահը այդպես արտաքսեց, այս մարդը Պարսկաստանից վեր կացավ գնաց Հնդկաստան և հիմնեց առաջին դերասանական դպրոցը Հնդկաստանում և այդ դերասանական դպրոցի առաջին աշակերտներից էր Ռաջ Կապուրը։ Հետաքրքիր է, չէ՞, որ Ռաջ Կապուրին ողջ աշխարհը գիտի, բայց Հովանես Օհանյանին նույնիսկ Հայաստանում չեն ճանաչում։ Արսեն Մինասյանի մասին ասում են, որ երբ որ նա մտնում էր մզկիթները պարսկական, բոլորի հետ էր շփվում, նրա համար գոյություն չուներ ինչ-որ կրոնական կամ ինչ բժիշկ էր մարդ, առաջին առողջարաններ, առաջին ծերանոցներ, իմիջիայլոց պարսկական իշխանությունները նրան բազմիցս առաջարկում են ամենաբարձր պաշտոնները, մինչև Թեհրանի քաղաքապետ, մինչև այս կողմ, բայց ամենից հրաժարվում է այդ մարդը, ասում էր, որ մտնում էր մզկիթ, այդ շեյխերը, որտեղից բոլորն ասում են, այսպես գլուխները խոնարհում էին ի պատիվ հարգանքի Արսեն Մինասյանին, ասում են նրա ուղարկավորությանը, չգիտեմ քանի հազարանոց, բայց ոչինչ չգիտենք, մենք ոչինչ չգիտենք։ Հիմա շատ կարևոր մի բան։ Լավ, առաջին դերասանական դպրոց, կինեմատոգրաֆիա, սրանք մշակութային ինչ-որ հարցեր են, բայց կան մարդիկ, որոնք արմատական, բեկումնային հարցեր են լուծել ցարական Ռուսաստանում, բոլշևիկյան Ռուսաստանում, մինչև այսօր ՌԴ-ում արդեն նույն ԱՄՆ-ում, նույն Հնդկաստանում ես ուզում եմ անպայման նշել նրանց համար, ովքեր չեն ճանաչում ինձ, ովքեր չեն կարդացել գրքերը, ես երբևէ չեմ փորձել նսեմացնել որևէ այլ ազգի ներկայացուցիչի, այսինքն բոլոր ազգերն ունեն իրենց հզորներին, օրինակ գերմանացիները, ճապոնացիները, նույն հրեաները, չգիտեմ, տաջիկները, կիրգիզները, սա կարևոր չի։ Ես երբևէ չեմ փորձել շեշտը դնել մի բանի վրա, որ տեսեք աշխարհի տերեր, եթե հայերը սա չանեին, դուք հիմա անտեր եք ու որբ եք, ոչ։ Ես երբևէ չեմ ասել, որ եթե մեկն ու մեկը մեզանից չաներ սա, ուրիշ մեկը չէր անի, ոչ։ Մենք գիտենք Լեոնարդո դա Վինչիի անունը, մենք գիտենք Չարլզ Դարվինի անունը, բայց եթե չլիներ Չարլզ Դարվինը, կարող էր լինել ուրիշ մեկը, որի անունը մենք չգիտենք։ Ժամանակը ինքն է ընտրում ում որտեղ երբ ինչպես դասավորի իմ արածի եւ
շեշտադրման նպատակը բոլորովին այլ էր, սիրելի հայեր, նման պոտենցիալի տեր ժողովուրդը այսօր մարազմի անկյունից են նայվում, որ դուք շուր մեկի դուրը պիտի ծեծեք, ասեք արևմուտք գնանք, հյուսիս գնանք, հարավ գնանք, որտեղ գնանք, ինչ անենք, բանակ չունենք, զորք չունենք, նման պոտենցիալի տեր ժողովրդի դուրը պիտի ծեծեին հարևանները եւ գիտեք, այսպես պիտի ասեին պատիվ արամ մեզ քո ընկերը կոչել, նման պոտենցիալի տեր ժողովուրդը, բայց այս պոտենցիալը մնաց ուրիշին, իսկ սեփական տան մեջ մեզ չմնաց ոչինչ, ինչքան որ ունեին կամաց իջավ ԽՍՀՄ ամենաերիտասարդ, կարծեմ, եթե չեմ սխալվում, ամենաերիտասարդ ակադեմիկոսներ Մերգելյանը, հա, Ալիխանյանները, այ որ հետադարձ հայացք ես նայում, ասում ես հայերը փուշ ու տատասկի մեջ կկայանային, փուշ ու տատասկի մեջ, կտաներ կդներ մի անապատում, օրինակ Դուբայում, ես մի առանձին գրքով, եթե հնարավոր լիներ, ես կխոսեի արաբական աշխարհի հայերի մասին, այդ Դուբայի մասին, որ այսօր վերագրում են, ասենք, չգիտեմ, ամերիկացիները եկան, ու գիտեք ինչեր են արել Դուբայում, Վենետիկը, Սինգապուրը, Հոնկոնգը, այն հայերը, որոնք այսպես ու այդ միլիարդները մնացել են անգլիական բանկերում, ֆրանսիական բանկերում, 1500 թվականներից սկսած, զարմանալի մի այսպես փաստ արձանագրենք եւ անցնենք առաջ արդեն 1500 թվականներին պորտուգալացիներն արշավում են Հնդկաստանը գաղութացնելու եւ դարձյալ որևէ ակնարկով ասենք չնսեմացնելով այդ ժողովրդին հնդիկները շատ հզոր մշակույթ ունեն աշխարհին շատ զորավոր դեմքեր են տվել հա նույնը եւ պարսիկները բայց Հնդկաստանի պատմության էջերում գրված է, որ 1500 թվականներին պորտուգալացիների դեմ ազգային ազատագրական պայքարի դուրս եկան հայկական ջոկատները։ Պորտուգալացիները նահանջեցին, անցավ 100 տարի եկան անգլիացիները։ Այստեղ մենք Սպահանից նոր ջուղայից գաղթած արդեն գիտեք, որ աղվանական արշավանքների արդյունքում, երբ որ նոր ջուղան ընկավ, մեր ժողովուրդը արդեն երկրորդ անգամ տեղահանվեց Արևելյան Հայաստանից հասել էին նոր ջուղա, հետո աղվանցիներն եկան նոր ջուղան ընկավ, մի հատ էլ գնացին արդեն Կալկաթա, Բենգալ, այդպես Հնդկաստանի տարածքով։ Այսպես երևացող մի տղա կար, Գյորգի Հարությունյան։ Այդ Գյորգի Հարությունյանն էլ մեզ հիմա ոչինչ չի ասում։ Ասենք անուններ են, որ մեզ ոչինչ չեն ասում։ Մենք մեր մեջ առնվազն 10000 Գյորգի Հարությունյան կարող են գտնել։ Շատ երևացող տղա էր։ Ուրեմն Բենգալիայի նահանգապետը Արկոտի Նավաբի, եթե չեմ սխալվում, անգլիացիների դեմ ըմբոստանում է, ասում է, հասկացանք, որ դուք եկել եք այստեղ, ձեր տանպես ապրում եք այսպես, բայց հնդիկները պարտավոր չեն ձեզ հարկ տալ, որպեսզի դուք ձեզ լավ զգաք, դուք էլ հարկեր տվեք մեզ։ Նահանգապետն է ասում, անգլիացիներն ասում են, այս ոնց որ շփոթում եք, կամաց, ինչ հարկի մասին, խոսքը եւ ըմբոստանում է Նավաբին։ Անգլիացիները սկզբում ծիծաղում են, ասում են, այ տղա ջան, դու հասկանում ես ում դեմ ես ըմբոստանում։ Օրինակ ներողություն այսպես այդ ռուսերեն երբ որ կարդում ես այդ Կարալևսկի ֆլոտի յովիլի չստվասենք այն ժամանակով պիտի թագու ֆլոտի դեմ գնար այդ նավատորմի դեմ կամ զորքը թագու ամբողջ աշխարհն էր այդպես դրդռում Նավաբին ասում է լավ ու գնում այդ տղային վերում են այդ Գյորգի Հարությունյանն ասում են 6 ամիս ժամանակ ունես ինչ կանեիր այս տղան մուշկետների արտադրություն է մուշկետների անգլիացիները երբ որ գալիս են արդեն այս մտածելու որ հեսա մի 15-20 րոպեում այդ հարցերը պիտի լուծեն այն որ բունտա բարձացել հիմա այդպես հարցերը կլուծեն մեկ էլ տեսնում են ինչ որ անհայտ ծագման մուշկետներով կրակում են իրենց վրա մուշկետներ որոնք 10 անգամ դիմացք ունեն եւ գերազանցում էին թագուհու այդ զենքերի այդ բանի, հա, բանակի, թագու բանակի այդ զենքին ասում են սովեր թնդանոթներ հանկարծ ոչ մի տեղից ծուլված թնդանոթներ 6 ամսում եւ Նավաբին Գյորգին նշանակում է ողջ զորքի հրամանատար քրիստոնյա զորքի
Այս տղան համարվում է հիմա կա Հնդկաստանի պատմության գրքերում Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի հերոս Գորգին խան։ Խանի կոչում է տալիս, դառնում է Գորգին խան։ Մոտավորապես 7-8 ամիս թագուհու զինված այդ զորքը մինչև ատամները, որ աշխարհով պտտում էր, գաղութացնում էր, ինչ էր անում, չի կարողանում մտնել Բենգալիա։ Մի հատ Գորգին խան իր հայկական ջոկատներով դիմադրություն են ցույց տալիս, մի այլ կարգի չեն կարողանում մտնել։ Անգլիացիները փորձում են կաշառել, ուրեմն կարծեմ, չգիտեմ, նրա բարեկամներից թե հարազատներից ինչ-որ մեկին են գտնում, ասում են, այդ մարդուն ասա, որ վերջը դու չես կարող էլ այդպես ցմա, այդպես երկարով չես գնալու։ Գորգին խանը բնականաբար հրաժարվում է եւ անգլիացիները կաշառում են մահմեդական զորքերի հրամանատարին, չգիտեմ ինչ են խոստանում, ասում են հանի արանքից այդ մարդուն, մենք քեզ ոչ մենք խնայենք, այլ էս ամեն ինչը որ կա կտանք քեզ։ Այդ մահմեդական զորքի հրամանատարը դավադիր սպանություն է կազմակերպում, դե երկու հրամանատարներ են, ասես կանգնած զրույց են անում, ոչ մի բան չի կասկածում խանը, մարդիկ են զրուցում են ոնց էս ինչպես էս ու այդ մահմեդական զորքի հետ հրամանատարի թիկնապա հետևից դաշունը խրում է Գորգին խանի թիկունքին։ Եվ պատմությունը այդպես էլ գնում է, որ Գորգին խանին կնելուց անմիջապես հետո անգլիացիները մտնում են Բենգալիա եւ հայերին կուլակաթափ են անում, այդ միլիոններ, միլիարդներ շատ մեծ արուստներ կային։ Նավաբին երբ որ լսում է, որ անգլիացիները Գորգին խանին դավադրաբար են սպանել, միայն Գորգին խանի համար, միայն այդ անունը, այդ հնդիկ առաջնորդը հրամայում է բոլոր ռազմագերիներին գլխատել, անգլիացիներին, բոլորին, առանց ներման, բոլորին գլխատում է։ Որտեղ Գորգին խանին գնելուց հետո հասկանում է, որ Հնդկաստան այդ Բենգալիան գոնե այդ նահանգը չի ապրի։ Մտնում են եւ շատ հետաքրքիր մի բան, անգլիացիները այստեղ կանչում են արդեն հանձնված հրամանատարներին, Գորգին խանի ենթականերին, հայ հրամանատարներին, ասում են սիրելի հայեր, կենցաղային լեզվով ասած եկեք ծուռ նստենք ուղի խոսենք էլ։ Մի հարց ունենք ձեզ։ Պորտուգալացիներն եկան Հնդկաստան, հայերը ելան պորտուգալացիների դեմ։ Անգլիացիները մենք եկանք Հնդկաստան, հայերը դուրս եկան անգլիացիների դեմ։ Նրանցից հետո ֆրանսիացիները դեռ պիտի գային ու հայերը պիտի դուրս գային ֆրանսիացիների դեմ։ Անգլիացիները գնացին Պարսկաստան, հայերը դուրս եկան անգլիացիների դեմ, գնացին արաբական աշխարհ հայերը դուրս եկան, նույնիսկ Օսմանյան կայսրությունում, եւ անգլիացիները այսպես մի քիչ հեգնանքով այսպես հարցնում են, ասում են սիրելի հայեր, դուք տուն ու տեղ չունեք, աշխարհ երեսին ուր գնացինք այ բալան վերկացակ ելակ մեր դեմը, բայց երբ որ գնում էինք հանկարծ Հայաստանի հետ խնդիրներ ունենք, ցարական Ռուսաստանին պիտի դիմեինք, երբ որ Հովսեփեմին Շահամիրյան փորձում էին ինչ-որ մի բան անել, այնտեղ ցարական Ռուսաստան ասում էր տղաներ, նահանջեք գնացեք ձեր Հնդկաստանները, դուք էստեղ անելիք չունեք։ Մի զորավոր կերպար եւս, եթե թույլ կտաք, այո, իհարկե, հետաքրքիր։ Դարդանել օպերացիան, այսպես գործողությունը, սա իմիջիայլոց 1915 թվականի հունվարին, կարծում թե փետրվարին, այսինքն Եղեռնի նախօրեին, ընդամենը մի 2 ամիս։ Դարդանել գործողությունը, սա հիմնականում անգլիացիների Չերչիլն այն ժամանակ հրամանատար էր, կարծեմ, երիտասարդ, նրա կազմակերպածներին չէին ուզում, եվրոպացիները, հիմնականում անգլիացիները ուզում էին մտնել Դարդանելով Թուրքիա, Թուրքիային այսպես կամաց դուրս մղել այդ առաջին աշխարհամարտի թատերաբեմից, եւ Ռուսաստանն արդեն հայտնվում էր ափերի մեջ, այսինքն անգլիացիները փորձում էին մտնել Ռուսաստան Դարդանելով։ Եվ սա թուրք լրագրողն է գրում, թուրք լրագրողը, որի ես թարգմանել եմ։ Ասում է Զավեշ Ստալինն նա է, որ թուրքերը ամեն ինչ անում են, որ հայկական հետ կջնջեն, բայց կան անուններ, որ նրանք չեն կարողանում ջնջել, այ օրինակ այդ Դարդանել գործողության ժամանակ ասում են քաղաքը չեմ կարող հիշել այս պահին որտեղ էր ծնվել, գրքում կա նրա մասին, մայոր Սարգիս Թորոսյան։ Ասում են մայոր Սարգիս Թորոսյանը Օսմանյան կայսրության բանակի կազմում ու երիտթուրքերն էին արդեն իշխանության, բայց փաստացի Օսմանյան կայսրությունն էր դեռևս,
կռվում էր Չերչիլի զորքերի դեմ։ Ասում են միայնակ իր ջոկատով 7-8 նավեր խորտակեց։ Այդ Դարդանել օպերացիան կասեցվում է, Օսմանյան կայսրությունը կարողանում է Չերչիլի զորքերի դեմն առնել եւ մասնավորապես մայոր Սարգիս Թորոսյանի օգնությամբ եւ թուրք լրագրողը շարունակում ասում է, բայց ընդամենը 1 ամիս անց Էնվերի հրամանով մորթվում էին հայերը, որոնց թվում Սարգիս Թորոսյանի հարազատները 10-20 նամակա գրում է մարդը, ասում ախր չէ որ ես ձեր կայսրության այսպես ծառայություններ եմ մատուցել, գոնե իմ հարազատներին քրոջը փորձում են ինչ-որ, չգիտեմ, ում կնության տալ այդ մեծամեծերից թուրքական բանակի քուր հրաժարվում է ինքնասպան է լինում։ Էնվերն էլ ասում է լավագույն դեպքում հաշվի առնելով քո մատուցած ծառայությունները կարող եմ քո օրն ու մորը ընդամենը աքսորել, լավ չեմ սպանի մեղքես, աքսորում եմ։ Մայոր Սարգիս Թորոսյանը փախնում է Եվրոպա, հետո փախնում է Բոստոնում գիրք է գրում, միջալուսկա այդ գիրքը, ճիշտ էլեկտրոնային տարբերակը եւ անգլերեն Դարդանելից մինչև Բոստոն, չգիտեմ ոնց էր կոչվում այդ գիրքը, եւ ցավոտ էին այդ գրքի վերջին տողերը, երբ որ մայոր Սարգիս Թորոսյանը ավարտում է գիրքը, ասում է երանի թե Չերչիլը կարողանար ճեղքել Օսմանյան կայսրության այդ պաշտպանությունը, որի գլխին ես էի կանգնած։ Այդ դեպքում ասում է գուցե հայերը փրկվեն, նրանց մեջ նաև իմ հարազատները, ափսոսում էր մարդը։ 1912 թվականին երի թուրքերը նոր եկել են իշխանության։ Սուլթան Աբդուլ Համիդն արդեն 500,000-ով հայերին կոտորել է։ Երի թուրքերի իշխանության արտաքին գործերի նախարար նշանակվեց մեր Գաբրիել Նորատունկյանը, մի հզոր դիվանագետ։ Բայց այս հզոր դիվանագետը մի քանի տարի անց արդեն Սևրի պայմանագրից հետո, երբ որ հասկացա, որ Արևմուտք, Թուրքիա, այսպես այս խաղերից հետո նորից դարձյալ վեր կացավ արդեն Օսմանյան, արդեն Քեմալական Թուրքիան էր արդեն 24-25 թվականից վեր արդեն դուրս վեր կացավ նրանց դեմ, բայց ինչ կարող էր անել դիվանագետներ Հովանես խան Մասեհյան, առնվազն 7-8 երկրների այդպես գլխավոր վեզիրը, Ճապոնիայից սկսած ընդեղից եւ սա դեռ Քեմալական Թուրքիայի մասին է, բայց երբ որ հետ են գնում, թե Օսման ցեղապետը ինչպես կառուցեց իր կայսրությունը, այն ժամանակ սա թուրքերն են խոսում, թուրք լրագրողներ, թուրք անկախ լրագրողներ, ես չգիտեմ նրանց հետ ինչ է եղել, այ ոնց որ մեր Հրանդինքը փորձեց խոսել Թուրքիայում առաջին կին ռազմական օդաչուի մասին եւ դրանց հետո Հրանդինքի ձայնը կտրվեց, Հրանդինքն ապացուցեց, որ այդ առաջին կին ռազմական օդաչուն հայուհին Մուստաֆա Քեմալի որդեգրած դուստն էր, Մուստաֆա Քեմալը նրան մանկատնից էր որդեգրել, հայ աղջիկ էր, բայց Հրանդինքի ձայնը կտրվեց այդ 1300-ականներին Օսման ցեղապետը, երբ որ նոր սկսում է կառուցել այդ կայսրությունը, ոչինչ չուներ։ Կայսրությունը ինչպես է հիմնվում, զենք, զորք, ռեսուրս, ընդհանրապես պետության հիմա, եթե մեր հաշվարկով նայենք այսօրվա մեր օրերով, պետության գերագույն գլխավոր ռեսուրսը մարդ, հասարակություն, մարդը միշտ գերագույն ռեսուրսն է, փող կունենաս, ոսկի կունենաս, հանքեր կունենաս, ինչ կունենաս, բայց գերագույն ռեսուրսը մարդն է, իսկ Օսմանը ոչինչ չուներ։ Առաջին այդ ջոկատները, հետո նաև արդեն Ենիչերական այդ ջոկատները 99%-ով բաղկացած էին մահմեդականացված քրիստոնյաներից եւ այդ նրանց այդ մահմեդականացված քրիստոնյաների 80%-ը կամ չգիտեմ տոկոս չասենք, հա, մեծամասնությունը հայեր էին։ Դևշիրմե եւ Փենչեկ, այսպես էին կոչվում այդ հարկահավաքները։ Մի դեպքում մանկահավաք էր սա, երեխային էր տանից վերցնում, ասում էր պիտի տակ Օսմանյան կայսրությանը։ Մի դեպքում 15 տարին անց արդեն այդ Ենիչերական այդ բաների համար առողջ պատանիներին ամեն 5-րդ պատանուն հարկահավաքով վերցնում էր հույներ, հայեր, ասորիներ, բայց որովհետև այդ խալիֆայության այսպես գերագույն բան կա, չէ, օրենք կա այդ բանի կրոնական շարիաթը։ Ըստ շարիաթի հայրը կամ հույները չէին կարող ծառայել
այսպես կարծեմ սուրբ բանակ էին ասում, հավատքի բանակ էին ասում իրենց բանակին, օսմանցիները, դրա համար մահմեդականացվում էին, բռնի մահմեդականացվում էին, ինչի հաշվին էլ ես այսօր եթե ժամանակակից Թուրքիայի բնակչության այսպես հանկարծ գենետիկ ինչ-որ անալիզի ենթարկենք, ես կարծում եմ նրանց գերակշիռ մասը, եթե ոչ ասենք կեսից ավելին ու դրանից էլ ավելին, անպայման կամ հույներ պիտի լինեն, կամ հայեր պիտի լինեն եւ հայերն այստեղ իհարկե գերակշիռ են, սա սարսափելի մի թվի մասին ենք խոսում։ Մենք չենք խոսում 10-20 հազարների մասին, մենք խոսում ենք միլիոնավոր հայերի մասին։ Նույն կերպ, երբ որ Պարսկաստանն ընկավ արաբական խալիֆայության լծի տակ, հայերն արդեն կամավոր մահմեդականացվեցին, որովհետև եթե չմահմեդականացվեն, պիտի տանից դուրս գային, պիտի գնային կամ պիտի գերեվարվեն, ասեցին չէ, դա մենք մահմեդականություն կընդունենք, ապրենք։ Այստեղ մի քանի շերտ կա, որ ես կուզենայի մենք քննարկենք ձեզ հետ միասին, նախ շատ լավ է, որ դուք ներկայացրեցիք ձեր գրքերի բովանդակությունը, բայց հարցեր են առաջանում եւ այդ հարցերին երևի արժե պատասխանել։ Մեծամասամբ հայերը, որոնք գտնվում են Հայաստանի դուրս, կարողանում են կայանալ եւ հայերի երկրում հայերը չեն կարողանում կայանալ, անդադ նայում են դեպի դուրս։ Պետք է հասկանանք, թե ինչու եւ փոխենք այդ խնդիրը, սա մեկ։ Երկրորդը, ուրեմն մենք խոսում ենք մարդկանց մասին, ռեսուրսների մասին, որ դուք ասեցիք միակ ռեսուրսը դա մարդն է, բայց միակը չէ, գլխավորը դա մարդն է, բայց ազգային ռեսուրսը, այսպես կոչված, ասենք նույն ձեր հաշվարկները Թուրքիայի կայսրության մեջ հայկական գենով մարդկանց, ուրեմն գերակշռության մասին, դա իրավացի է, բայց ազգը դա միայն գենը չէ, ազգը նաև արժեհամակարգն է եւ պատմությունը եւ ազգային ինքնության գիտակցությունը։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որպեսզի մենք կարողանանք հնարավորություն ստեղծել, որ նախ ըմբռնենք մեր ինքնությունը, պահենք այդ ինքնությունը եւ երկրորդը, որպեսզի այդ ինքնությունը պահելով հանդերձ այդ մարդիկ, որոնք որ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր իրավիճակներում կարողացել են այսպես բեկումնային խնդիրներ լուծել, լինի դա գիտության մեջ, լինի դա ուրեմն արվեստի եւ մշակույթի մեջ, լինի դա ուրեմն քաղաքականության մեջ, այդ ներուժը օգտագործվի Հայաստանի, հանուն Հայաստանի եւ Հայաստանի զարգացման։ Նախ ես գրեթե վստահ եմ, որ աշխարհի, այսպես ասած, գորշ կարդինալները, նրանց անունները մենք չգիտենք, ովքեր այսպես հարցեր են լուծում, ես կարծում եմ, որ երբևէ թույլ չեն էլ տա, որ այս պոտենցիալը հանկարծ մի տեղում այսպես հավաքվի, դա շատ պայթունավտանգ կլինի եւ մեր համար եւ մոլորակի համար, բայց իշխանությունը ասելով, եթե նկատի ունեք այսօրը կամ երեկը կամ վաղը, ես ասեմ, որ հայերը հենց այդպեսին եղել են ի ծնե հազարամյակներ առաջ, անընդհատ հղում են անում, մենք պետականություն չենք ունեցել, դրա համար այսօրին ենք, ասում եմ, սիրելի ժողովուրդ, ես շատ վատ նորություն ունեմ ձեր համար։ Դուք այսպիսին էիք նույնիսկ այն ժամանակ, երբ որ ունեիք պետականություն, դրա համար ձեր պետականությունները կարճ հազարամյակների ընթացքում մի տարով, երկու տարով հանգարց եկել են, գնացել են, ասենք, չեք կարողացել պահել։ Հիմա հարցնում եմ, ասում եմ, պատկերացրեք մի ժողովուրդ, մեծականակ, այսպես վերցնենք 10 միլիոն ժողովուրդ վերցնենք։ Առանձին մի մոլորակ են տվել մեզ, լավ, ենթադրենք, մի մոլորակի վրա առանձին, ոչ թե առանձին մոլորակ են տվել, ուրիշ մի մոլորակի վրա առանձին մի տեղ են տվել, այնտեղ պիտի պետություն կառուցենք մենք։ Այնտեղ կան ուրիշ ազգեր։ Բոլոր ազգերից կան։ Հիմա գնանք ասենք թե 0-ից են գալիս, հա, ինչն ենք սխալ արել։ Եկանք մի տարածք, որտեղ ահռելի մի տարածք են տվել մեզ, վերցնենք այդ ծովից ծով Հայաստանը, բայց տարածքը դատարկ է։
Հարցնում ենք նրանք, ովքեր առաջնորդում են այս ժողովրդին, վերջապես ժողովուրդը չի կարող այսպես գնալ, հա, 1-ը, 2-ը, 3-ը պիտի առաջնորդեն։ Հարցնում ենք, պարոն, ինչ պիտի կառուցես առաջինը, որպեսզի այս հասարակությունը, այս ժողովուրդը դառնա հասարակություն, հասարակությունը դառնա ժողովուրդ, ժողովուրդը դառնա ազգ։ Ինչ պիտի կառուցես։ Ես նկատի ունեմ սովորական շինություն, այսպես հարցը ռետորական չէ եւ ոչ էլ փիլիսոփայական։ Ինչ պետք է կառուցել։ Ես կարծում եմ, որ պետականության 3 կամ 4, եթե վերցնենք հիմնավոր սյուները, սա մանկապարտեզներ։ Եթե դու չունես մանկապարտեզ, պատկերացրեք 4-5 տարեկան երեխային տարանք մանկապարտեզ, հա։ Մենք չգիտենք ինչ ընտանիքից է եկել։ Այդ ընտանիքը կարա լավը լինի, կարա վատը լինի, ընտանիքները անվերահսկելի են։ Մենք բերել ենք մանկապարտեզ։ Վերջապես որ գալիս են դպրոց, դպրոցում ոչ ոք չի հարցնում, հա, դու լավ տղու երեխա ես թե վատ տղու։ Տարաճանաչությունը պիտի սովորի։ Հիմա եկել եմ մանկապարտեզ։ Մանկապարտեզում չկան ուսուցիչներ եւ վարչապետներ, մանկապարտեզում կան դաստիարակներ։ Ինչ են դաստիարակում, ինչպես են դաստիարակում, դաստիարակած սերունդը արդեն 7 տարեկանում տալիս են դպրոցին, դպրոցը տալիս է տարաճանաչողություն, տարաճանաչողությունից հետո անցնում են ինֆորմացիայի, բուհը տալիս է գիտելիքները, գնում են հասնում են մի պաշտոնի եւ պահանջում ես այդ մարդուց արդեն հետադարձ ճանապարհով, պահանջում ես այն, ինչ որ տվել ես։ Մենք մանկապարտեզ չենք ունեցել գրեթե 1000 ամյակներ։ Մանկապարտեզ ես նկատի չունեմ շենքաշինությունը, ես նկատի ունեմ այդ օրինակ Պարսկաստանում եւ մահմեդական շատ երկրներում այդպիսի մի ընդունված կարգ կա, երբ որ երեխան նոր ծնվում է, հիմա չգիտեմ կա թե չէ ճիշտն ասած, բայց ինձ իմ ընկերներ պատմում էլի, ասում էր ես առաջին անգամ էի տեսնում Պարսիկ ընկերոջս ասում է երեխա էր ծնվել, գնացինք, երբ որ երեխան ծնվում է, առաջինը հայրը պիտի կրկին ներվան, հայրը։ Հիմա այստեղ երեխան ծնվեց, տվեցին նոր գիրկը, չէ, երեխան տեսնում է մորը, ոյ Ազիզ ջան, ոյ Բալա ջան, այդտեղ ասում են սպասի, հայրը։ Վերցնում էր հայրը, հայրը հորը հարցնում են, ասում են ինչ է երեխու տանն։ Օրինակ Մուհամեդ, չգիտեմ։ Հայրը 3 նախադասություն կամ 4 նախադասություն պիտի ասեր նորացնի։ Բարև, քո անունը Մուհամեդ է։ Դու պարսիկ ես, քո Աստվածը Ալլահն է, Ալլահը բարեսիրտ է, բարեգութ է եւ չկա ուրիշ Աստված Ալլահից բացի։ Փոխանցեցին մորը, հայրը թողեց գնաց։ Հիմա տեսեք, երեխան նույնիսկ արգանդից այդ հիշողությունը ունի, հա, լսում է, արձագանքում է, հա, մարդիկ կան, ասեք, չգիտեմ, ինչ-որ դասական երաժշտությունով փորձում են այդպես պտուղը զարգացնել, բայց ազգի դեպքում այդ ծննդյան օրից գենետիկ որ ինֆորմացիան տվել ես, սխալ փոխանցելով եկել են դարեդար։ Փոխանցել են ինչպես, որ հայը հայի հետ երբևէ չկարողանա ապրել։ Ես արդեն ասացի, չէ, որ Մերգելյանն եկավ այստեղ ինչ որ ինքավ, Ալիխանյանը Քոչարին տեսեք ինչ արեցին։ Համաշխարհային կարգի այդ վարպետին Փարիզից թողեց, եկավ, կնոջը թողեց այնտեղ եկավ։ Ասես չէ, ես պիտի գնամ Հայաստան։ Սասունցի Դավթի այդ արձանի մակետը կարծեմ մեկ շաբաթում ստացավ, գիպսի այդ մակետը մեկ շաբաթում ստացավ, բայց մի անգամից կալանք տրվեց վրան։ Ասեցին այդ տղա էս թուրը sense որ էս բարեկամական Թուրքիա նայում, ոնց որ էս թուրը Քոչարին ինչ որ դրեցին, ֆրանսիացիները խնդրում էին, աղաչում էին, ասում էին, ախ ուր ես գնում, ասում են եթե հիմա էլ են ասում են եթե Քոչարը չթողներ Փարիզ ու գնար, նա կդառնար համաշխարհային, թեև էլի դարձավ։ Նույն մեր Գորկին, հա, չէ որ նրանք վասպուրականցի նկարիչը եկավ Էշմիածին։ Եղեռնից հետո եկան Էշմիածին, նրանք չգնացին ԱՄՆ։ Մայր Էշմիածին ու մահացավ։ Հետո արդեն քույրերի հետ գաղթեցին, այսպես գնացին հասան ԱՄՆ եւ դարձավ Արշիլ Գորկի, ճիշտ է աղքատության մեջ, ճիշտ է այսպես նեղ վիճակների մեջ, ճիշտ է ինքնասպան եղավ, բայց Ամերիկան կարողացավ նրան դարձնել ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկի եւ
համաշխարհային, այսպես մշակույթին բացարձակ հետաքրքիր չէ թե ով է Ոստանիկ Ադոյանը, բացարձակ հետաքրքիր չէ։ Ես համոզված եմ, որ նրա անունը նրան երկրպագողների երևի կեսից ավել է չգիտեն, Արշիլ Գորկին է եւ վերջ։ Ոչ ոքի հետաքրքիր չէ, ինչ Ոստանիկ Ադոյան, ինչ Վասպուրական, իսկ Հայաստանում սովի մատնվեցին։ Մեր միջավայրը այս ի սկզբանե դրված այդ սխալ համակարգով մեր միջավայրը միշտ վանել է իր միջի լավերին։ Չեն կարողացել այս մարդիկ միասին ապրել։ Իսկ գուցե պատճառը փնտրենք այնտեղ, որ այնուամենայնիվ մեր ճանաչած Հայաստանը կամ այն ժամանակահատվածը, որ դուք նշեցիք, Հայաստանը ինքնիշխան պետություն չէր, որ մենք թույլ էինք տվել, որ մեզ կառավարեն դրսից այլ արժեքներով եւ բոլոր ձեր ասած այդ պատմությունները հենց դրան են վերաբերվում։ Ինչ եք կարծում ժամանակակից Իսրայել անկախ պետություն է։ Ես չգիտեմ ինչքանով են իրենք որոշում իրենց ներքին գործերը։ Գոնե ֆորմալ կարգով անկախ պետություն է, չէ՞, հարցեր է լուծում մարդը, այդպես ինչ-որ լծակներ ունի, փորձում է բանեցնել։ Եվ եթե հետ նայենք պատմությանը, դուք գիտեք, որ հազարամյակներով նրանք գերության եւ ստրկության մեջ են եղել։ Ոչ տուն ունեին, ոչ տեղ ունեին, ոչ պետություն ունեին։ Եկան հասան, ես այսպես մեծ հաշվով ոչ մի բանից պետությունն էլ վերցեցին, տունն էլ վերցեցին, այդ քառակուսի մետրն էլ վերցեցին եւ կառուցեցին իրենց մանկապարտեզը, կառուցեցին իրենց դպրոցը։ Տեսեք, ցանկացած հասարակության մեջ ինտելեկտուալ զանգվածը միշտ քիչ է լինում։ Ցանկացած հասարակության մեջ, ասենք Ավստրալիայի աբորիգենները կամ ասենք հնդիկները կամ հայերը, մենք ունիկալ չենք, մենք յուրահատուկ չենք այս առումով, 70 միլիոնի մեջ կամ 100 միլիոնի մեջ կամ 3 միլիոնի մեջ պատկերը նույնն, այսինքն հասարակության մեջ միշտ քիչ է լինում ինտելեկտուալ զանգվածը, բայց հрьяաները այդ հազարամյակների գերությունից, ստրկությունից, մի չգիտեմ ինչ հոլոկոստներից, ինչերից հետո այսպես շինծու կարողացան բերել կպցնել այս կողմից, այն կողմից կպցրեցին, մի քիչ sense թվեր ավելացնելով, մի քիչ նես բերեցին, կպցրեցին իրար պետությունն առան, տեղ առան։ Հрьяաները կարողացան այդ ինտելեկտուալ քիչ տոկոսի միջից իրենց առաջնորդներ դնել։ Հрьяաները հասկացան, որ եթե միջակցությանը տվեցին նորաստեղծ ինչ-որ մի բան, այս պետությունը չի ապրի։ Հрьяաները հասկացան, որ եթե 7% է ինտելեկտուալը բոլոր հասարակություններում, ուրեմն պետք է 7%-ի միջից կարողանալ գտնել 3 հոգու, ասում են, չէ, հрьяաները ինչ խելացի են, ով էր ասում հрьяաները խելացի են։ Բա մենք ինչ էինք, որ հрьяաները խելացի են։ Պարզապես նրանք կարողացան ճիշտ ղեկավարներ ընտրել եւ հիմա մենք ինչի մասին որ խոսում ենք, այդ ճիշտ ինֆորմացիա փոխանցելը, սա մենք կարող ենք ընդհանրապես գիր գրել կամ մենք երկուսով նստել զրուցել, մեկը կհամաձայնվի, երկուսը կհակառակեն, մեկը լավ է կասի, մեկը վատ է կասի, բայց համակարգը ստեղծելու եւ այն գործարկելու համար պետք են լծակներ, պետք է իշխանություն։ Եվ այդ 100-ամյակները, եթե այսպես գայինք, լավագույն այդ պատկերը մենք ունենք 1991 թվականին, երբ որ դեկտեմբերի 8-ին կարծեմ ԽՍՀՄ համարվեց քաղաքական դիակ, Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, ես շատ լավ ընկեր ունեմ, ասում է առավոտյան ասում վեր կացա, մեկ էլ հասկացա, որ անկախ ինձանից անկախ եմ։ Հիմա տեսեք մի փոքր համեմատության կարգի ասեմ, եթե ժամանակ ունենք իհարկե, կարծեմ 6-րդ դասարան էի, չեմ հիշում, ինչ-որ բան խնդրեցի մամային, քույր չունեի։ Կարծեմ ինչ-որ շորերի հետ ինչ-որ կապված հարթուկելու բանի, մաման մի քիչ չղայնացավ, հոգնած էր, գործից նոր էր եկել, ասեց այ տղա ջան, մեծ երեխա ես, հարթուկն ի՞նչ է։ Ես քեզ ցույց կտամ, ասենք գոնե դու քո շալվարը կարողացի հարթուկես, որ ասենք ինձ նեղություն չտաս, քույր չունես, ես էլ աշխատում եմ, ուշ եմ գալիս։ Պայմանագիր կնքեցինք մամայի հետ։ Ասեցի արի դու ինձ անկախություն տուր։ Անկողին ես հավաքեմ, շորերս հարթուկեմ, ես անեմ, անեմ ինչ պետքա կանեմ, բայց հանկարծ չասե ժամը 1-ից հետո որ դասերը վրձել այսօր ես։ Ժամը 6-ին կուզենամ իջնել դուրս կամ չգիտեմ, այդտեղ հանկարծ չասես ուր ես գնում, ինչ ես անում, մնացածը ես կանեմ։ Գիտեք ինչքան այդ ուրախությունը մաման համաձայնվեց, մենք պայմանագիր կնքեցինք, ես անկախ էի։ Գիտեք ինչքան տևեց այդ անկախությունը։ Երկու օր չտևեց։
Առավոտ վերկացա պիտի անկողին հավաքեմ, այ քեզ, բան, ես ուր, անկողին ուր, ոչինչ չկա ուտելու, պիտի ինչ-որ մի բան մոգոնեմ, գտնեմ, ուտեմ, հետո չգիտեմ, պիտի գամ շորերը պիտի հարտուկեմ, հետո չգիտեմ։ Հետ գնացի մամային, ասեցի մամա ջան, արի այդ անկախությունը հետ տամ քեզ, որ ջղայնանում էին, որ դու էիր ասում, որից հետո ես տենց էլ կանեմ, մենակ ես անկողին էլ հավաքի, շորերն էլ հարտուկեն էլ, հասկանում եք, երբ որ ենթագիտակցաբար դու մնացել ես տրկության մեջ, այ ոնց որ հրեաները, եթե այսպես բիբլիական թեմաներով նայենք, չէ՞ որ Եգիպտոսի լծի տակ այդպես տառապելով հրեաներին, երբ որ Մովսեսն ու Արոնը դուրս բերեցին այդ եգիպտական լծից, ասում են երկրորդ օրը գիշերը քնեցին, առավոտ ելան, հասկացան, որ այ քեզ հրաշք, ես ինչ էր, փարավոնը չկա, նեղացնող չկա, առավոտ 5 ինչի պոտով չեն հանում, մի կտոր հացի համար չեն աշխատում, անկախ են։ Բայց վեր կացան ու Մովսեսին ասեցին սոված ենք, մեզ հաց դուր ուտենք, սոված ենք։ Որևէ մեկի հետաքրքիր չէր, որ ինքը անկախ էր, չհասկացան ինչ էր անկախությունը, որովհետև այդ ստրկությունը իրենց հետ բերել էին, ասենք, Կարմիր ծովից էս կողմ, հա։ Մովսեսն ասեց հիմա երկնքից մանանա, երբ որ թափվեց, շատ հատկանշական մատություն է, հрьяաներն ասեցին այ տղա ջան, գերության մեջ սոխ ու սխտոր էին գոնե ուտում։ Այսինքն սովետի տարիներին գոնե, չգիտեմ, դոկտորսկի երշիկ էինք ուտում, 60-16 կոպեկ էր սմետանը, 8 կոպեկ էր գներն էլ հիշում են, ու հիմա որ առավել եւս այս պահերին, երբ որ խոսում ես ինչ-որ հասարակության, ասենք, թույլ կողմերի մասին եւ ուժեղ կողմեր, անընդհատ հայտնվում են մարդիկ, մեզ Ստալինա պետք։ Դուք այնքան չեք ճանաչում ձեր պոտենցիալը, դուք այնքան չեք ճանաչում ձեր պատմությունը, դուք այնքան սովոր եք պարսիկի, օսմանցու, բյուզանդիայի, չգիտեմ, ռուսի, առավել եւս լծի տակ, որ ձեր պատմության միջից որևէ անուն չեք կարողանում գտնել, ասում են մեզ Ստալինա պետք։ Այ ժողովուրդ ջան, 37 թիվ կար, 39 թիվ կար։ Այո, եւ դժվար է ձեր հետ չհամաձայնվել, որ մեր թույլ տեղեկրթություններ եւ այն հասկացողությունը, որ մենք ազգային պետություն չենք եւ մեր ազգային պետություն դառնալու համար առաջին հերթին պետք է կրթել հասարակությունը սկսած մանկապարտեզից։ Ես ուզում եմ ավարտել հաղորդումը, բայց ավարտից առաջ կխնդրեմ եւս մի հարցի պատասխանել։ Ես կխնդրեմ մեր օպերատորին ցուցադրել կրկին ձեր գրքերը, իսկ ձեզ կխնդրեմ բացատրել, թե ինչպես կարելի է գտնել ձեր գրքերը եւ կարդալ։ Համեցեք, ուրեմն առաջին գիրքը, հա, Մայրամուտ եւ Լուսաբացի միջևայի ֆենոմենը, երկրորդ գիրք Կորսված ժառանգություն եւ երրորդը Ճանապարհ դեպի։ Ինչպես արդեն ասացի, գրքերը գեղարվեստական չեն, գրքերը փաստագրություն են, պատմում են աշխարհով մեկ սփռված տարբեր ժամանակներում ապրած մեր հայրենակիցների մասին, որոնց անունները մեզ կամ քիչ կամ ընդհանրապես հայտնի չեն։ Գրքերը գրախանութներում չկան, չեն էլ եղել, չեմ կարծում թե կլինեն, որովհետև սպառման խնդիր ներողություն անհամեստությանից չի եղել։ Գրքերը հնարավոր է ձեռք բերել միայն պատվերներով, զանգելով հեռախոսահամարներին, Ես կխնդրեմ ցույց տան հեռախոսահամարները, փաստորեն սիրելի բարեկամներ, դուք տեսնում եք հեռախոսները, այս հեռախոսներով կարելի է զանգահարել եւ ձեռք բերել այս գրքերը։ Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր զրույցի համար, իսկ սիրելի հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուրն էր գրող, դրամատուրգ Էդվարդ Մանվելյանը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։